Հիմա մեր խնդիրը ի՞նչ է։ Մեր խնդիրը հասկանալ, մենք գիտենք, որ ագրեսիվ միջավայրում ենք գտնվում։ Մեր խնդիրը հետևյալն է, հասկանալ, թե ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ։ Զիջումները հիմա չեն սկսվել։ Հայությունը գետնի վրա զիջումներ անում է դեռևս 19-րդ դարավերջից։ Առաջին մեծ զիջումը տեղի ունեցավ 8 դար առաջ, երբ կորցրինք մեր պետականությունը Կիլիկիայում, բայց իրական զիջումները սկսվեցին 19-րդ դարավերջին։ Այդպես ցավալիորեն զիջեցինք ամբողջ Արևմտյան Հայաստանը եւ Արևելը Հայաստանի մեծագույն մասը։ Հիմա զիջում ենք Արևելյան Հայաստանի մնացյալ հատվածները։ 2023-ին Արցախի ամբողջական բռնազավթումը եւ հայաթափումը վառ օրինակ դրան։ Այսինքն սա ցավալիորեն նորմալ է արդեն հայության այս վիճակի վարվելակերպի հաշվառմամբ։ Մեր ժողովուրդը, ունենալով քիչ քանակի արտառոց դեմքեր, ընտիր մարդկանց, ընդհանուր զանգվածով զիջում է ամեն ինչ։ Խոսքը ոչ միայն տարածքային, այլև բարոյական, մտավոր եւ մյուս բոլոր ասպարեզներում զիջումների մասին է։ Բնական է, որ դա մարմնավորվում է գետնի վրա տարածքների զիջումով։ Երբ 1907 թվականին ելիթ թուրքերը Փարիզում համաժողով արին, նրանց սատարող եւ պաշտպանող ուժերից մեկը հայերն էին։ 1908-ին նրանք գալիս էին իշխանության, շատ հայեր ծափահարում էին, որովհետև նրանց ասոցացնում էին ազատության հետ։ Ի վերջո նրանք արևմուտքում կրթություն ստացած մարդիկ էին։ 1909-ին տեղի է ունենում Ադանայի ջարդը, արձագանքը կիսատ-պռատ էր, եւս 6 տարի անց սկսվում է ցեղասպանությունը։ Գրիգոր Զոհրաբի օրինակը հիշենք։ Զիջելու ենք այնքան, մինչև ֆիզիկապես վերանանք։ Շատ է տարածված այն, թե մենք ցեղասպանություն ապրեցինք, որովհետև պետություն չունեինք, բայց պետք է ֆորմալ մասից անցնել առարկայական մասին։ Մենք ինչպես զրկվեցինք անի քաղաքից։ Պետություն չունեինք, ունեինք։ Ավելի խորքեր գնանք 3-րդ, 4-րդ դարեր։ Պետություններ ունեինք, բայց զրկվում էինք։ Պետություն չունենալն այո լուրջ գործոն է, բայց որոշիչ չէ։ Օսմանյան կայսրությունում, մինչ այդ Բյուզանդիայում, հայերը բոլոր ասպարեզներում ունեին տարբեր նշանակության դերակատարություն։ Ինչպես եղավ, որ Օսմանյան կայսրությունում բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմական, հայերը որոշակի եւ տեսանելի դերակատարություն ունեցան, բայց մեր մտավորականությունը բաց թողեց ցեղասպանությունը։ Պետք է այս գործընթացը հասկանալ տեխնիկապես։ Ընդունելով այն, որ պետություն չունեինք, ընդունելի չէ դրա էությունը, բովանդակությունը։ Մենք ենք մեղավոր, եւ մեզ ոչնչացնող ամենահիմնարար գործոնը ուրիշ ուժերի, անձերի, պետությունների վրա մեղքը բարթելն է, ցանկնել է ստանդարտ։ Որքան որ մենք կարևոր չհամարենք մեր ինքնությունը, կարևոր չհամարենք մեր քրիստոնեական բարոյագիտությունը, կարևոր չհամարենք ինքներս մեր առաքելությունը, որքանով որ մենք մեր երեխաների մեջ դաստիարակենք այն մտայնությունը, որ լավ սովորելը միայն հարստանալու համար է, միայն փող աշխատելու համար է, միայն ուտելու համար է, այնքան մենք կդաստիարակենք ինդիվիդուալիստների, էգոիստների հասարակություն։ Ռուսների, թուրքերի, ֆրանսիացիների, ամերիկացիների, երկրպագուների մեծ խմբեր կան, նաև նրանց դեմ խմբեր, բայց գրեթե չի լսվում առողջ ինքնաքննադատությունը։ Այն պահից, երբ քաղաքական դաշտում տարբեր գործիչներից առավելևս ընդդիմադիր կլսենք ինքնաքննադատություն նախ իրենց անձերի, ապա ազգի նկատմամբ կատարած սխալների մասին, երաշխավորված է, որ հայությունը ոտքի կկանգնի ու կսկսի հաղթել։ Քանի դեռ նվնվոց է, թե սա կամ նա է մեղավոր, իսկ մենք մեղավոր չենք, քանի որ խեղճ ու կրակ ժողովուրդ ենք, նշանակում է մենք ինքներս փորում ենք մեր գերեզմանը։ Կարսի անկումն ուսումնասիրելիս սարսափահար է լինում, քանի որ դրա մեղավորները այն նույն մարդիկ են, որոնք մեծ դերակատարում ունեին Սարդարապատում, եւ դա զարմանալի է։ Վերցնենք առաջին հանրապետության 1918-20 թվականների ընթացքը, 10 անգամ ավելի արագ պտտենք ժապավենը եւ ճիշտ փուլերով կտեսնենք երրորդ հանրապետության ճակատագիրը։ Մեզ մոտ եւս սկսվեց հաղթանակով եւ ավարտվեց պարտությամբ, անգամ դրվագներն են համընկնում։ Թուրքիան 1920-ի սեպտեմբերին է հայտարարում պատերազմ, Ադրբեջանը 2020-ի սեպտեմբերին։ Անգամ այս պարագաներն են համընկնում։ Դա աբսուրդ է։ 35 տարվա մեջ բազմաթիվ եւ քաղաքական եւ հոգեվոր դաշտում սխալներ են գործվել։ Բազմաթիվ կուտակվել են իրար վրա այդ սխալները եւ եկել է նախաաղետային մի շրջան, մի վիճակ, որովհետեւ մարդու կյանքում էլ այդպես։ Երբ որ մարդը մեղքերի մեջ հարատևում է, մեղքը մի մեղքի հետևից անելու, գալիս է մի պահ, որ իր կյանքում աղետ է տեղի ունենում, պայթում է։ Դա կարող է լինել հիվանդության տեսքով կամ ինչ-որ մի աղետի, այսինքն ավտովթարի։ Նույնը հասարակությունն է, երբ որ հասարակության մեջ կեղտը շատանում է, եւ այդ կեղտը չի մաքրվում, մի օր աղետի շեմին է կանգնում այդ հասարակությունը։
1908-ին շատ հայեր խանդավառվել էին երիտուրկական հեղափոխությամբ, կարծելով, որ բիրտ, հետամնաց, արևելյան բռնապետ Սուլթան Աբդուլ Համիդի փոխարեն գալիս են եվրոպական կրթություն ստացած, լիբերալ եւ ժողովրդավար երիտուրքերը։ Ուղիղ 100 տարի անց 2008-ին արվեց հեղաշրջման առաջին փորձը, դրանից եւս 10 տարի անց 2018-ին հեղաշրջման երկրորդ փորձը հաջողվեց։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։